Ամենահագեցած սերիան է։ Իմունիտետներ, անակնկալներ, մեր դեմ պատրաստ է խաղալու։ կոալիցիաների միջև պայքար, քվեարկության լոգիկան ձեր կողմից ես չտեսա օրը։ թիմերի միջև փոխատեղումներ։ Ես ունեմ կայացրած որոշում։ Ռաֆը, Էրմինան եւ Էման ընդդեմ մյուս 5-ի։ Ռակերովկայից անում 5-ից որևէ մեկին Ոչ բացահայտ, բայց առաջնորդության պայքար է գնում։ վերջնական հաղթանակած քայլը անում է Թագուհին։ Եվ Էման սա հասկանալով Եվային զրկում է այդ հնարավորությունից։ Սա ապշեցուցիչ շրջադարձ է։ Աղջիկների էմոցիաները էկրաններից փոխանցվում են մեզ, նրանց հույզերը, նրանց հաղթելու մղումը, այդ պայքարելու ցանկությունը։ Այ էսա իսկական խաղը, էսա իսկական ռեալիթի։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես քննարկում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր մենք քննարկելու ենք Arm Games աստղերն ընդդեմ բլոգերների 4-րդ սերիան։ Եթե բաց եք թողել նախորդ սերիաների վերաբերյալ իմ մեկնաբանությունները, հղումները կգտնեք այս տեսանյութի ներքո։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա թողարկումները եւ միասին քննարկենք բոլոր էպիզոդները։ 4-րդ սերիան երևի ամենահագեցած սերիան է։ Իմունիտետներ, անակնկալներ, կոալիցիաների միջև պայքար, թիմերի միջև փոխատեղումներ, ինչ ասես չտեսանք այս սերիայում։ Այս սերիայում եւս մեր ուշադրությունը սևեռված է լինելու աստղերի թիմի վրա, որտեղ երկու կոալիցիաների միջև պայքարը գնալով թեժանում է։ Կոալիցիաների միջև թվային անհավասարակշռություն կա, քանի որ նախորդ սերիայում Վակոն եւ Անահիսն են լքել խաղը եւ կոալիցիաներից մեկում 3 հոգի են մնացել։ Ռաֆը, Էրմինան եւ Էման ընդդեմ մյուս 5-ի։ Սակայն Ռաֆը հաղթելով նախորդ փոքր խաղերում իր հետ բերել է իմունիտետի քարտ, որը կարող է նրանց հնարավորություն տալ այս անգամ փոքր խաղերի ուղարկել ավելի մեծաթիվ կոալիցիայի անդամներից որևէ մեկին։ Ռաֆը իր իմունիտետի մասին պատմում է իր կոալիցիայի անդամներին, սակայն նրանք չգիտեն, թե ինչ է իր հետ բերել Եվան, որը եւս նախորդ փոքր խաղերում հաղթող է եւ նա եւս ունեցել է անակնկալ։ Աստղերի քոթեջում թեժ քննարկում է ծավալվում նախորդ քվեարկության վերաբերյալ։ Աղասն ասում է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու են շատերը Լիայի դեմ քվեարկում, քանի որ նա մաքսիմալ ներդրվում է թիմային խաղերում։ Եթե նայում ես իրան որպես խաղ ու նկատում ես, որ այդ մարդը այդ խաղի մեջ ուժ ունի, թե շուստրությունա, թե ասենք, չգիտեմ, ես իմ տղահալով, բոյով, հալով վախում եմ բարձրանամ մի կուբիկ վերև կուբիկ դնեմ, այս մարդը օրինակ բարձրանում է, այդ ամեն ինչը։ Այս հարցում ես Աղասի հետ համաձայն եմ, ես ինքս նախորդ անգամ ասացի, որ իմ կարծիքով Լիայի դեմ ձայները ավելի շատ անձնական հակակրանքի արդյունք են, քան նրա խաղի հետևանք։ Բանավեճի ժամանակ Աղասը հանդես է գալիս կարծես իր կոալիցիայի առաջնորդի դերում, իսկ Լիան, որի շուրջ է գնում բանավեճը, այսպես լուր հետևում է քննարկմանը։ Էմայի կարծիքով սա ավելի շատ զոհի կերպար ստանձնել է։ Ես 2 օր լռում եմ։ Ու 2 օր ես լսում եմ իմ հասցեին տարբեր մեղադրանքներ։ Ու առաջին քվեարկությունից սկսած հստակ կան մարդիկ, ովքեր միայն քվեարկում են ինձ։ Միայն։ Կոնֆլիկտը իրականում ստեղծվեց Լիայի գլխավորությամբ, բայց բոլորը խոսում են բացի Լիայից։ Չեմ կարողանում հասկանալ այդ զոհի կարգավիճակով ապրելը տենց խաղալը կամ ձեռնտու է, թե չէ։ Եթե հա, կարելի է առաջնորդվել դրանով։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ լարվածությունը աստիճանաբար ավելանում է եւ սա բնականաբար արդեն սերիայի վերջում քվեարկության ժամանակ իր հետևանքն է ունենալու։ Թիմերին սպասվում է հերթական անակնկալը։ Երկու թիմերին էլ առաջարկվում է փակ արկղը, որի մեջ անհայտ քարտ է, փոխանցել միմյանց, նախապես հայտարարելով, որ այդտեղ բացասական հետևանքով քարտ է։ Եվ հաղորդավարներն ասում են, որ այդ քարտը կօգտագործի այն մասնակիցը, որի մոտ կմնա վերջում այդ քարտը։ Աստղերի թիմում ԱՄ որոշում է արկղը առաջինը հանձնել Եվային, քանի որ նախորդ սերիայում նա ինքնական վերցրել էր ծրարը առանց իմանալու նրա միջի բովանդակությունը եւ դրանով իսկ հայտնվել էր վտանգավոր գոտում։ Այսպիսով Եվայից է շրջապետույտը արկղի սկսելու եւ այստեղ գործում է հետեւյալ տրամաբանությունը։ Դու պիտի փոխանցես արկղը նրան, ում որ չես ցանկանում բացական հետևանք։ Բնականաբար Եվան սա լավ գիտակցում է եւ փոխանցում է արկղը իր կոալիցիայի ներսում։ Նա տալիս է Լիային, Լիան տալիս է Աղասին, Աղասը տալիս է Գևորգ Սիրեկանյանին։ Եվ այստեղ հետաքրքիր բան է տեղի ունենում, թեև նրանք բոլորը իրար կողք էին նստած եւ կարծես այսպես շղթայով էին գնում, Գևորգ Մարտիրոսյանն ինքն ասում է, որ եկեք այդպես գծով էլ շարունակենք, սակայն Սիրեկանյանը հասկանում է, որ ինքը պիտի փրկի իր կոալիցիայի անդամ մեկին եւ կոտրում է այդ շղթան եւ արկղը փոխանցում է Գևորգ Մարտիրոսյանին։ Ապա սφռում է դե ֆրացեք։ Այդ լոգիկով չենք անում, որ sense ֆռը գեվում։
Գևորգը այն տալիս է Ռաֆին, թեև պայտա կասկածում է եւ ուզում է Էմմային տալ, սակայն Էմման պնդում է, որ Ռաֆի մոտ դա մնա, եւ Ռաֆն ասում է, որ ինքը կցանկանար իրեն պահել այդ բացական հետևանքով քարտը, քանի որ հասկանում է, որ ինքը պիտի փոխանցի արդեն իր կոալիցիայի անդամներին, սակայն այդպիսի բան նա անել չի կարող եւ քարտը փոխանցում է Էրմինային, իսկ վերջին մասնակիցը ստացվում է Էմման է եւ նրա մոտ է հայտնվում քարտը։ Այստեղ անակնկալը բացվում է եւ Արամն ասում է, որ այդ քարտը ոչ թե գործելու է Էմմայի դեմ, այլ նա է լինելու որոշողը, թե ում տա այդ քարտը։ Իսկ քարտի նշանակությունը ձայնից զրկելն է, այսինքն ում որ քարտը տա Էմման, նա այսօրվա քվեարկությանը ուղղակի չի մասնակցելու, այսինքն չի քվեարկելու։ Բլոգերների թիմում Անահիտը արքը տալիս է Մանոյին, ասելով, որ նախորդ խաղում Մանոն իրեն դրսևորել է որպես լավ առաջնորդ, որի շնորհիվ բլոգերները հաղթել են, եւ Մանոյից պիտի սկսի արքի շրջապտույտը։ Մանոն փոխանցում է Ռաֆոյին, իդեպ ես նկատել եմ, որ Մանոյի Ռաֆոյի միջև կարծես այսպես ոչ բացահայտ, բայց առաջնորդության պայքար է գնում։ Պետք է այս երկու մասնակիցների խաղին հետագա ուշադիր հետևել, որպեսզի հասկանալ նրանցից ով է հաղթում առաջնորդության համար պայքարում։ Ռաֆոն արքը փոխանցում է Ռոզալիային, Ռոզալիան Էդոյին, Էդոն էլ իր հերթին տալիս է Վահագին։ Վահագը ի տարբերություն նախորդ անգամ իր կատարած ընտրության, այս անգամ գիտակցված է քայլանում, նա ասում է, որ Շուշանը թիմի համար պիտանի մասնակից է, այդ պատճառով տալիս է արքը նրան, որպեսզի ի վերջո չմնա դա Շուշանի մոտ եւ նա չկրի դրա հետևանքը։ Շուշանին մնում է երկընտրանք Ագնեսի եւ Ռուբոյի միջև եւ դժվար չէ գուշակել, որ նա ընտրում է Ագնեսին։ Այսպիսով վերջին մասնակիցը Ռուբոն է եւ նրան է հասնում ձայնից զրկելու քարտը, որը ինչպես արդեն գիտենք, ոչ թե նրա դեմ է աշխատելու, այլ նրա դեմ ում Ռուբոն ինքը կորոշի։ Մեծ խաղից առաջ Ռաֆոն ասում է, որ ինքը պատրաստ է օգտագործել այն քարտը, որը ստացել է որպես բոնուս փոքր խաղերում հաղթելով։ Ռաֆոն փորձում է հակառակորդ թիմում էլ ավելի շատ բաժանումներ մտցնել եւ ասում է, որ արդեն 6-7 հոգի այն թիմից մոտեցել է իրեն եւ փորձել է բանակցել այս քարտի վերաբերյալ։ Ես ենթադրում եմ, որ Ռաֆոն չափազանցնում է, սակայն մենք կադրով տեսնում ենք, որ առնվազն կոալիցիաներից մեկը նրա հետ բանակցել է այս հարցի շուրջ։ Ռաֆը, Էմման եւ Էրմինան Ռաֆոին փորձել են համոզել, որպեսզի նա հակառակորդ կոալիցիայից որևէ մեկին տանի բլոգերների թիմ եւ բլոգերների թիմից այնպիսի մասնակից ուղարկի իրենց թիմ, որը կխաղա հենց իրենց կոալիցիայի հետ միասին։ Մեզ պետքա որ դու, եթե խաղում ես մեր հետ, ռակերովկա ես անում 5-ից որևէ մեկին, Լիային օրինակ, ռակերովկա եք անում ձեր թիմից վստահելի մարդու ուղարկում եք մեր մոտ։ Ռաֆոն ասում է, որ աստղերի թիմից իր համար ամենավստահելի մասնակիցը Գևորգ Մարտիրոսյանն է եւ հենց նրան էլ տանում է բլոգերների թիմ։ Իսկ բլոգերների թիմից աստղերի թիմ է ուղարկում ամենաերիտասարդ մասնակցին Ռոզալիային, որը մեկ փոխատեղման արդյունքում բլոգերից վերածվեց աստղի։ Իհարկե, այսպիսի փոխատեղումը ել ավելի է ուժեղացնելու բլոգերների թիմը ֆիզիկական խաղերի ժամանակ հատկապես, իսկ աստղերի թիմը թուլացնելու է։ Թիմերը զույգերով են մրցելու միմյանց դեմ եւ առաջին մրցող զույգը աղաս Էմման է աստղերից եւ նրանց դեմ դուրս են գալիս Էդգարն ու Շուշանը բլոգերների թիմից։ Մենք տեսնում ենք թեժ պայքար, որտեղ աստղերի բարձրահասակ լինելը դարձյալ աշխատում է նրանց դեմ։ Երկուս էլ բոյով ենք ու մեր համար դժվար է շարժել իշնել, մինչև իշնը բարձրանում ենք 5 շաբթի էր արդեն։ Էդգարն ու Շուշանը մաքսիմալ ներդրված են հանուն հաղթանակի եւ Շուշանն իսկապես անմնացորդ է տրվում խաղին։ Խաղը սկսեց ու ես էլ բան չեմ հիշում։ Հիշում եմ, որ ուղղակի անկապ ինչ-որ բաներ եմ անում։ Խաղը ավարտվեց, ես ուժասպառ ու շնչակտուր ընկել եմ։ Թեև Շուշանի ինքնազգացողությունը վատանում է, սակայն այս խաղով նա իրեն եւս մեկ անգամ դիրքավորում է որպես ուժեղ մրցակից։ Տենի մեր արդեն մեռնում ես, բայց ապրես։ Չես կամ չես։ Սա հենց այն է, ինչ մենք ակնկալում ենք ռեալիթիի մասնակիցներից։ Անմնացորդ նվիրում, թեժ պայքար եւ անկոտրում կամք։ Այս ամենը մենք այս անգամ տեսանք Շուշանի մոտ եւ հուսով ենք, որ մյուս մասնակիցները եւս կդրսևորեն այն առաջիկայում։ Հաջորդ զույգերի միջև ուժերի ակնհայտ անհավասարություն է։ Եվա Ռոզալիա զույգը պայքարելու է Վահագ Գևորգ զույգի դեմ։ Ես իհարկե աղջիկներին որևէ կերպ չեմ թերագնահատում, սակայն այս խաղում դիմացկունությունը իսկապես էական է։ Եվ ինչպես ակնկալվում է, այս զույգային պայքարում եւս հաղթում են բլոգերները, այսպիսով հաշիվը 2-0 է։ Երրորդ մենամարտում իրենց ուժերն են փորձելու Ռաֆ Էրմինա զույգը ընդդեմ Ռուբոյի եւ Ագնեսի։ Այստեղ ինձ համար զարմանալիորեն հաղթում են Ռուբո Ագնես զույգը եւ այսպիսով 3-0 հաշվով բլոգերները լիակատար հաղթանակ են տանում աստղերի նկատմամբ։ Իդեպ առաջին երկու սերիաներում, եթե հիշում եք, մեծ խաղերում հաղթել էին աստղերը, սակայն արդեն երկու սերիա անընդմեջ մենք տեսնում ենք, որ բլոգերների կողմն է հաջողությունը եւ կարծում եմ այսուհետ էլ կարող է բլոգերները հաղթեն, որովհետեւ Ռաֆոյի կատարած փոխատեղման միջոցով բլոգերների թիմն այժմ ակնհայտորեն
ավելի ուժեղ է, քան աստղերի թիմը։ Հաղթող թիմի մասնակիցներից մեկը վիճակահանության միջոցով մրցանակ է ստանում։ Դա նշանակում է, որ թիմերից որևէ մեկը չունի իմունիտետ եւ այս քվեարկությանը երկու թիմերն էլ մասնակցում են։ Քվեարկությունից առաջ մենք տեսնում ենք Լիայի եւ Աղասի առանձնազրույցը, որտեղ Աղասն ասում է, որ ինքը երրորդ անգամ անընդմեջ քվեարկելու է Ռաֆի դեմ։ Սա ինձ համար անհասկանալի է, որովհետև արդեն իսկ Գևորգ Մարտիրոսյանի փոխատեղումով բլոգերների թիմում տղաների քանակն ավելի շատ է, քան աստղերի մոտ, եւ եթե Ռաֆի դեմ քվեարկեն եւ նա պարտվի փոքր խաղերում եւ լքի նախագիծը, ապա աստղերի թիմը ել ավելի կթուլանա եւ հաջորդ պայքարներում կպարտվի։ Սա նշանակում է, որ Աղասի համար ոչ այնքան իր թիմի հաղթանակն է կարեւոր, որքան իր կոալիցիայի պայքարը մյուս կոալիցիայի դեմ կամ իր անձնական հակակրանքը Ռաֆի նկատմամբ։ Քվեարկությունից առաջ Էման եւ Ռուբոն պիտի ասեն, թե ում են տալիս իրենք ձայնից զրկելու քարտերը։ Ռուբոն այն տալիս է իր թիմին նոր միացած աստղերի թիմից եկած Գևորգ Մարտիրոսյանին, իսկ Էման տալիս է Եվային, քաջ գիտակցելով, որ նա նախորդ խաղից իր հետ բերել է բոնուս քարտ, որը կարող է օգտագործել իր կամ իր կոալիցիայի դեմ։ Ես միանգամից կայացրեցի որոշումս հենց տեղում ու այս քարտիկը հանձնում եմ մարդու, ով հնարավոր է քվեարկեր իմ դեմ։ Եվա։ Ես կզարմանայի, որ մեր նոր եկած աղջկան տար եմ։ Եթե հիշում եք Եվան ուներ +1 ձայնի քարտ, դա նշանակում է նա կրկնակի ձայն ուներ։ Եվ եթե հնարավորություն ունենար քվեարկելու, ապա կարող էր երկու ձայն տալ կամ Էմային կամ օրինակ Ռաֆի դեմ, եւ Էման սա հասկանալով Եվային զրկում է այդ հնարավորությունից։ Քվեարկության արդյունքները հայտարարելուց առաջ Ռաֆը բացահայտում է իր քարտը։ Նա ունի իմունիտետ, ինչը նշանակում է, որ նրա դեմ տրված բոլոր ձայները փոշիանալու են։ Սա ապշեցուցիչ շրջադարձ է, որովհետև աստղերի կոալիցիայում 4 հոգանոց ավելի մեծաթիվ կոալիցիան, որը ցանկացել էր Ռաֆին դարձյալ ուղարկել փոքր խաղերի, չի կարողանում դա անել։ Նրանց բոլորի ձայները փոշիանում են եւ միայն հաշվարկվում են այն ձայները, որոնք տրվել են մյուս մասնակիցների դեմ։ Իսկ նրանք երկուսն են, 3 ձայն գնացել է Լիայի դեմ, դա դարձյալ Էրմինա, Էմա եւ Ռաֆ կոալիցիայի ձայներն են, եւ ընդամենը 1 ձայն Ռոզալիայի ձայնը Եվայի դեմ է։ Այսպիսով ստացվում է, որ Եվան ընդամենը 1 ձայնով արդեն երկրորդ անգամ պիտի գնա փոքր խաղերի։ Ստացվում է այնպես, որ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղացրած 3 եւ 1 ձայներով Լիան եւ Եվան հայտնվում են վտանգավոր գոտում։ Սա իմ կարծիքով մի փոքր անարդար է, ու թեև չկար կանոնների խախտում, այնուամենայնիվ Եվան երկրորդ անգամ արդեն պիտի մասնակցի փոքր խաղերին, չունենալով իր դեմ որևէ ձայն իր թիմի կողմից։ Նախորդ անգամ նա ծրար էր վերցել եւ ինքն իրեն վտանգի ենթարկելով հայտնվել էր այդ գոտում, եւ այս անգամ էլ իր դեմ ընդամենը 1 ձայն է եւ այն էլ իր թիմին նոր միացած բլոգեր մասնակցի կողմից։ Ինձ դուր չեկավ, որ մինչև խաղը արդեն պայմանավորվածություններ ա եղել ու դա ֆակտ է եղել։ Բլոգերների քվեարկության արդյունքները հայտարարելուց առաջ Գևորգ Մարտիրոսյանը եւս բացահայտում է, որ ինքն ունի իմունիտետի քարտ։ Սա եւս մեկ անակնկալ է, որի մասին ոչ ոք չգիտեր, այդ թվում որևէ մասնակից բացի Գևորգ Մարտիրոսյանից, եւ մենք տեղեկանում ենք, որ Արամ Մելիքյանը գործարք է առաջարկել Գևորգին, իմանալով, որ երբ նրան բերել են բլոգերների թիմ, հավանաբար նրա դեմ են գնալու մեծամասնության ձայները։ Գևորգին առաջարկվել է վերցնել իմունիտետ, սակայն պայմանով, որ նրա թիմը դրա դիմաց պատժվելու է, այսինքն հաջորդ մեծ խաղերում նրանց համար դժվարություն է ստեղծվելու կամ հակառակորդ թիմին տրվելու է առավելություն։ Գևորգը նոր է այս թիմում, նա սրտացավ չէ բլոգերների թիմի հաղթանակի համար, բացի այդ կասկածում է, որ իր դեմ շատ ձայներ են լինելու, ուստի առանց երկմտելու նա վերցրել է իմունիտետը։ Եվ այսպիսով, ինչպես Ռաֆի դեպքում, այստեղ եւս Գևորգի դեմ ստացված բոլոր ձայները փոշիանալու են։ Եվ մենք իմանում ենք, որ նրա դեմ իսկապես մեծամասնության ձայներն են եղել։ Այսպիսով, բացի նրանից ձայներ է ստացել նաև Վահագը։ Վահագի մեկնաբանությունից հասկանում ենք, որ իրենք թիմով են որոշել, որ Գևորգ Վահագ զույգը կարող է մասնակցել խաղերին եւ հաղթել։ Դրանք ցանկացել են որպես ուժեղ մրցակիցներ գնալ եւ պայքարել իրենց թիմի համար։ Սակայն Գևորգի դեմ ձայները չեն հաշվում եւ տեղի ունենում վերաքվեարկություն, որի արդյունքում ձայների մեծամասնությունը ստանում է 2 մասնակիցներ, 2 առաջնորդի հավակնորդներ, Ռաֆոն եւ Մանոն, եւ 1 ձայնի տարբերությամբ Մանոյի ձայները գերակշռում է եւ հենց նա պիտի Վահագի հետ պայքարի փոքր խաղերում։ Կարծում եմ 2 բավական ուժեղ մասնակիցներ են բլոգերները ընտրում եւ նրանց հաղթելու շանսերը իսկապես մեծ են։ Վահագ Մանո զույգը պետք է պայքարի Լիայի եւ Եվայի դեմ, սակայն նրանք մենամարտելու են։ Առաջին մենամարտում իրենց ուժերն են փորձում Վահագը եւ Լիան, իդեպ խաղերը այնպիսին են, որ
հաղթելու շանսեր ունեն թե տղաները, թե աղջիկները, նրանց շանսերը կարծես հավասար են, եւ մենք տեսնում ենք թեժ ու լարված պայքար, աղջիկների էմոցիաները էկրաններից փոխանցվում են մեզ, նրանց հույզերը, նրանց հաղթելու մղումը, այդ պայքարելու ցանկությունը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ հատկապես Եվա Բաղդասարյանին, նրա էմոցիաները այսպես ամբողջովին փոխանցվում են եւ ես տեսնում եմ նրա մեջ հաղթելու այդ մեծ ցանկությունը։ Առաջին խաղում հաղթում է Վահագը եւ հաշիվը 1-0 է հօգուտ բլոգերների։ Երկրորդ մենամարտում Մանուն եւ Եվան են փորձում իրենց ուժերը եւ այստեղ եւս հաղթում են բլոգերները։ Այսպիսով 2-0 եւ ընդհանուր առմամբ հաղթանակը նրանցն է։ Այսքանով սակայն այս սերիայի անակնկալները չեն ավարտվում։ Վահագը անսպասելիորեն հայտարարում է, որ ինքը պատրաստ է իր տեղը զիջել մրցակից աղջիկներից որևէ մեկին։ Ոչ մի լոգիկայի մոտ բան չկա, ոգի տրվում սրտողս։ Ես էլ եմ ասում եկել էմոցիաների հետևից, ձեռք բերելու լավ ընկերներ եւ այլն, ես այդ ամենը ձեռք եմ բերել։ Եվայի եւ Լիայի միջև պիտի տեղի ունենա պարզ վիճակահանություն, որն էլ կորոշի թե նրանցից ով է լքելու նախագիծը եւ ով է մնալու խաղում։ Այստեղ ես ուզում եմ մի փոքր փակագծեր բացել ձեզ համար, քանի որ ինքս մասնակցում եմ Arm Games-ի նկարահանումներին։ Բանն այն է, որ Եվան ու Լիան այնքան էին մտերմացել պայքարում, որ նրանք չէին ցանկանում, որպեսզի իրենց միջև տեղի ունենա վիճակահանություն։ Ինչ որ բայ աղջիկները նույնիսկ ասում են, որ իրենք կամ երկուսով կմնան, կամ երկուսով կլքեն խաղը։ Եվ ստեղծագործական թիմի անդամները, ինչպես նաև անձամբ ես նրանց համոզել եմ այդպիսի բան չանել, որովհետև ինչ որ պայից սկսած միևնույն է նրանք պիտի պայքարեն իրենց անհատական հաղթանակի համար։ Բացի այդ, եթե աղջիկները հրաժարվեին այդ հնարավորությունից, կստացվեր, որ Վահագի գեղեցիկ ինքնազոհողության քայլը արժեզրկվում էր։ Բարեբախտաբար աղջիկները հասկացան, որ չի կարելի այդպիսի բան անել, եւ նրանց միջև տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքում հաջող քարտը ընկավ Լիային եւ մենք տեսնում ենք, որ նա ուրախանալու փոխարեն արտասվում է, որովհետեւ իսկապես իր համար դժվար է, թեև ինքը ունի հաջող քարտ, սակայն գիտակցում է, որ այդպիսով իր մտերիմ մասնակցին զրկում է խաղը շարունակելու հնարավորությունից։ Այսպիսով 4 սերիան պետք է լքեն աստղերի թիմից Եվան եւ բլոգերների թիմից Վահագը։ Իդեպ Վահագին ես հաղթանակ էի կանխատեսել, նրան դնելով ֆավորիտների շարքում 10-ից 9 էի գնահատել ես նրա հաղթելու հնարավորությունները, բայց նա փաստացի դուրս մնաց պայքարից։ Եվս 4 մասնակցի եմ ես առանձնացրել որպես ֆավորիտ եւ բարձր գնահատելով նրանց հաղթելու շանսերը, այդ թողարկման հղումը եւս կարող է գտնել տեսանյութի ներքո։ Չեք հավատա, բայց դարձյալ անակնկալները չեն ավարտվել այս սերիայում։ Լիային հնարավորություն է տրվել մնալ պայքարում, սակայն նա պիտի տեղափոխվի բլոգերների թիմ։ Քանի որ թե մեծ խաղերում, թե փոքր խաղերում հաղթել էր բլոգերների թիմը, ապա Լիան թեև շարունակում է պայքարը, սակայն նա պիտի տեղափոխվի բլոգերների թիմ, որպեսզի նրանց թվաքանակը չնվազի։ Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է նա պայքարելու բլոգերների թիմում։ Փաստորեն այնտեղ արդեն ունենք երկու մասնակից աստղերի թիմից՝ Գևորգ Մարտիրոսյանը եւ Լիան, որոնք նույն կոալիցիայից են հանդես գալիս եւ այստեղ իրենք պիտի փորձեն իրենց կողմ ներքաշել որևէ կամ մի քանի բլոգերների, որպեսզի անդադար իրենց չուղարկեն փոքր խաղերի։ Իսկ աստղերի թիմում դասավորությունը փոխվել է։ Եթե սերիան սկսվել էր ի սկզբանե անհավասար 3-5 քանակի, կոալիցիաների պայքարով, ապա այժմ իրավիճակը միանգամայն այլ է։ Նախորդ մեծաթիվ կոալիցիայից այստեղ մնացել են միայն Աղասը եւ Գևորգ Սիրեկանյանը։ Իսկ մյուս կոալիցիայում ոչ միայն անդամները չեն նվազել, այլև նրանց կարող է միանալ Ռոզալիան, որը եկել է բլոգերների թիմից եւ շատ հնարավոր է, որ համագործակցի հենց այս կոալիցիայի հետ։ Մանոն, որպես փոքր խաղերում հաղթող, ունի անակնկալ արկղ բացելու հնարավորություն եւ նա ընտրում է այն արկղը, որի մեջ +1 ձայնի քարտն է։ Սա նշանակում է, որ հաջորդ կամ որևէ այլ քվեարկության ժամանակ Մանոն կարող է կրկնապատկել իր ձայնը ընդդեմ որևէ մասնակցի, ում նա կընտրի։ Այս սերիան հուզական էր նաեւ նրանով, որ պայքարը լքեց վերջերս մայրացած Եվա Բաղդասարյանը եւ Վահագը, ով եւս առաջիկայում պետք է ծնող դառնա։ Արամ Մելիքյանը երկուսին էլ առանց դրամական նվերի բաց չի թողնում եւ այսպիսի բարի ու ընտանիքամեծ սերիա ենք մենք ունենում։ Վստահ եմ, որ այս սերիան շատերի դուր է եկել, դուք էլ կիսվեք ձեր հույզերով եւ ձեր կարծիքներով մեկնաբանություններում եւ իհարկե բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի հետագա թողարկումները դարձյալ միասին դիտենք եւ քննարկենք։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։